Շատ փիս ծեծել են, շատ վացեցել են ու բերել են գցել են այդ չաստի դեմը։ Հետո գիտենք, որ վիճակը ծանր է եղել, մի աչքը հեռացրել են։ 24-ամյա Ավետիքի դաժան ծեծը ծանր հետևանքներ է ունեցել նրա առողջության համար։ Պայմանագրային զինծառայողին փետրվարի 5-ի երեկոյան ծայրահեղ ծանր վիճակում գտել էին իր ծառայության վայրի՝ Նուբարաշենի Զորամասի հարակից տարածքում եւ տեղափոխել հիվանդանոց։ Նա մինչև այժմ վերակենդանացման բաժանմունքում է։ Ավետիք Մկրտչյանը Հրազդան քաղաքից է, նա մի քանի ամիս առաջ էր անցել պայմանագրային ծառայության։ Նրան ճանաչողները ասում են, հանգիստ, հավասարակշռված տղա է, ու մեծ ափսոսանքով են խոսում այն մասին, որ երիտասարդ տղան փաստորեն հաշմանդամ է դարձել։ Բժիշկներն այժմ պայքարում են գոնե նրա երկրորդ աչքի տեսողությունը պահպանելու համար։ Շատ լավ տղա էր, ախպեր, նորմալ, ավեսին, ջանով, ուրբանով։ Լրիվ խելոք, այն որ խոսցին իրել չէր խոս, այդ ձևի երեխա են իրանք։ Ես չգիտեմ այդ ինչ ահիլ է, բայց էդի вообще ահավոր բան այլ այդ երեխու հետ։ Գոնե այդ մի աշկը պաշտպանվի երեխան յոլա է, տենց ոնց կլինի ախպեր։ Այդ մի աշկիներ որ վնասելնի։ 72-ամյա Բենիկ Պապից ընտանիքի անդամները սկզբում փորձել են թաքցնել միակ տղա Թորան հետ կատարվածը, մի քանի օր առաջ են ստիպված եղել ասել։ Դրանից հետո Բենիկ Պապը ձեռքից չի թողնում Թորան լուսանկարը։ Այդ օրոներ պիտի փոթուժվեն, գտնեն, տեսման չկա որ կասեն չերևաս փոխան գնացի։ Մեկա մի խավ գոնան երկուրից հետո կբռնեն։ Եթե մորտուն տպեն չեն կանա բռնել։ Ոնց կարողա չի բռնել։ Պայմանագրային զինծառայողի պապու աչքն անընդհատ հեռախոսին է ու դռանը մի լավ լուրի սպասումով։ Ինքն առողջական խնդիրների պատճառով չի կարողանում հիվանդանոց գնալ։ Նա հավատում է Թորան հետ գազանաբար վարված անձինք անպայման պատժվելու են։ Ես կուզեմ որ այդ օրոներ դուժ պատասխան տա։ Բայց այս բան կարելի է։ Թե այդան Ադրբեջան ստեն դեքտո կրբին։ Ես չգիտեմ պատճառն ինչ է, բայց հարցը դրան չի, հարցը ինչ պատճառել են, այդ ձևի չի կարելի անել, չէ։ Ես կուզեմ օրոներ պատժվեն, վերջ, որպես պապիկ։ Այդ մետաղա թուրնիկ ունեմ էլ այդպես բան են անում, ոնց դες կլինի։ Կպատժվեն արդյոք մեղավորները։ Դեպքից 12 օր անց հարուցված քրեական վարույթով դեռ ձերբակալված չկա։ Հայտնի չէ նաև կա արդյոք կասկածյալների շրջանակ։ Քննչական կոմիտեն այս դեպքով որևէ մանրամասներ չի հայտնում։ Պաշտպանության նախարարությունից էլ ասում են, դեպքը տեղի ունեցել Զորամասից դուրս, հետևաբար իրենք որևէ կերպ չեն կարող մեկնաբանել։